Մեստեղ այսօր հարցնում էին, այս նույն համատեքստում հետաքրքիր է լսել քո կարծիքը, նաև կարդացինք դրա մասին, որ հայ-իրանական զորավարժություններ են պատրաստվում իրականացնել, սա եթե չեմ սխալվում, արդեն ավարտվել է։ Արդեն ավարտվել է։ Ամսի 11-ից 12-ներ կարծեմ։ Ու ինչ որ տեղեկություն ունես, թե դրանք ինչ ընթացք ունեցան, ինչ էֆեկտիվություն ունեցան, вообще դրա քաղաքական տարը Դրա քաղաքական միակ տարը այն էր, որ Իրանը այս արդեն եւ 5 տարի է անդադասում արեք համատեղ զորավարություն անելը։ Իհարկե ես վստահաբար սա այն զորավարությունը որ չէր որոնք իրանք պատկերացնում են, բայց տենց ինչ-որ սիմվոլիկ բան էր, որ համատեղ ինչ-որ բան է։ Ինչ-որ մի բան է արել է։ Բայց հիմա նայեք, սցենարն ենք նայում, ասենք օրինակ որ զորավարություն է ալնում, սցենարային զարգացում են իրանք տալիս։ Օրինակ Ադրբեջանը, որ անցյալ շաբաթ արել էր, ինչ էր, տվել էր տակտիկական զորավարություն ավիացիայի ներգրավմամբ, որը սցենարը տվել է մարտական դիրքի գրավում, բնակավայրի գրավում, չիստկա եւ այլն եւ այլն, այսինքն կոնկրետ քաղաքական բաղադրիչով բանա ուղիղ սպառնալիք է Հայաստանին։ Մարտական դիրքը կվերցնեմ, հետո մերձակա բաները։ Բնակավայրը կբաքրեն ճնշում է, չէ՞։ Ահաբեկչության էլեմենտ է քո հասարակության վրա, այո։ Հիմա մենք ինչ ենք այս զորավարությունը տվել, քաղաքական տարը է դեր, որ այն որ ասում ենք բան անելու մի հատ եղավ, հա, բայց հիմա դրան եմ գալիս։ Հիմա ասում եմ հայ-իրանական սահմանակետի նկատմամբ ահաբեկչական հարձակման դեպքում կողմերի փոխգործակցություն։ Այսինքն մենք ըստ էության խոսում ենք կոմունիկացիայի մասին ԱՑ սահմանապահ զորքերի տիրույթում գտնվող գործողությունների իշո բանի մասին։ Այսինքն այնտեղ բնականաբար էսի լրիվ ուրիշ բան է, քան այս մի 4-5 տարվա խոսում են։ Ասում եմ միակ քաղաքական պուճուրիկ էլեմենտն է, որ այս 5 տարվա ընթացքում մի հատ համատեղ ինչ-որ բան է։ Դե դու նայում ես սպառազինություն, բան, մասնակից ուժեր, բաներ, դու ինչ-որ բան չկա էլի ասել, որ ասես էս է։ Այդ սցենարը արդեն իր մասին ասում է, այդ նվազագույն չափով բանը, ինչ-որ սիմվոլիկ բան է։ Մի խոսքով տենց ինքը մասշտաբային կամ ինչ-որ լուրջ բան չի։ Չէ, չեմ տեսել։